Բարև ձեզ հարգելի գործընկերներ, ազգային ժողովում սկսում ենք գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ունենք երկու հարց, մեկ օրենքի նախագիծ եւ նաեւ հեռուստատեսության ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության եւ տեսահոլովական մեդիայի ոլորտում տեղեկատվական ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը։ Նիստի օրակարգը ձեզ բաժանված է, ես երկու անդամ միացանք, խնդրեմ ստորագրեք, ովքեր են կողմ օրակարգի հաստատմանը, կողմ շնորհակալություն, եւ այսպես սկսում ենք առաջին հարցը օրակարգի, այն ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին օրենքում փոփոխություն, օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն է, հիմնական զեկուցողը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն է, հարակից զեկուցմամբ հանդես կգա Նարեկ Բաբայանը, համեցեք Տիկին Ավագյան։ Շնորհակալություն։ Հարգարժան նախագահող, նիստին հարգելի մասնակիցներ, թույլ տվեք ներկայացնել ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին օրենքում լրացում կատարելու մասին մասնավորապես Ž.8 նախագծի առաջարկը, որը սահմանում է մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգը եւ չափորոշիչները եւ ակնկալում եմ ձեր անմիջական աջակցությունը սույն նախագծի մասով եզրակացություն կայացնելու։ Խոսքը վերաբերվում է մանկապատանեկան սպորտում մարզադպրոցների ենթակառուցվածքների եւ առհասարակ մարզական կառույցների անվանակոչության մասով իրականում հարցը առաջացել է բազմաթիվ դիմումների արդյունքում մենք որոշում ենք կայացրել անվանակոչման մասով նախագիծ ներկայացնել, որն իրենից նպատակ է հետապնդում մասնավորեցված որոշումների նվազեցման մասով, որտեղ հայտերը շատ են, դիմումները շատ են, պահանջներ կան, որ մարզաշխարհում մեծ ավանդ ունեցած մարզիկների, մարզաշխարհի ջատագովների անուններով X կառույցները անվանակոչել իրենց անուններով, առաջարկները բոլորը արդարեցված են, բայց մենք քանի որ հստակ կարգ չունենք անվանակոչման, մենք խնդրում ենք հաստատել, թույլ տալ նախագիծը ընդունել, հետայսու մասնավորեցված որոշումները գոնե նվազեցման հասցնելու նպատակով։ Շնորհակալ եմ, Տիկին Ավագյան, հարցեր ունեք։ Համեցեք Բաբայան, կարճ ներողություն խնդրում, հիմնական նպատակը փաստորեն Տիկին Ավագյան մեկ միասնական ըստ էության ստանդարտի վերելն է, հա, եւ կարգը եւ չափորոշիչները հաստատել, այսինքն դիմից որևէ լիազորություն դուրս չի գալիս, պարզապես չափորոշիչներն է նախարարությունը սահմանելու եւ դրա հիման վրա արդեն ավականին շարունակելու է իր որոշումները կայացնել։ Համեցեք բան։ Շնորհակալություն Տիկին Ավագյան, հետեւյալ հարցն եմ ուզում տալ, նա ասացիք, որ բազմաթիվ դիմումներ կան, կուզեի մի քիչ մանրամասնեք ինչ կարգի բնույթի եւ ինչպիսի հետեւություն է արվել, այսինքն գոնե նախնական կա պատկերացումը, թե կարգավորող նորմը մոտավորապես ինչ, եթե չասեմ տեսք, համենայն դեպս բնութագիր է ունենալու։ Այսքանը։ Շնորհակալություն։ Դիմումները ըստ ներկայացման բովանդակության բազմազան են, բազմաբնույթ են, մենք նաև հայրենիքին նվիրած ծառայությունների մասով ունենք դիմումներ, որ սպորտի ոլորտի հետ իրենց կենսագրությամբ առնչություն չունեն, դիմումներ ունենք, որոնք որ անմիջական կապ ունեն մարզաշխարհի հետ եւ մեծ ավանդ ունեն սպորտի զարգացման, առողջ ապրելակերպի եւ մասսայական սպորտի տարածման գործում, բայց զուգահեռաբար նորից եմ կրկնվելու, չունենք մասնավորեցված նորմատիվային կետեր, որոնցով որ մենք պիտի առաջնորդվենք եւ մասնավորեցված որոշում չկայացնենք։ Համանական ասած, ես դուք էլ կարող այնպես ստացվել մեր կյանքը, որ երկուսս սպորտսմեն լինենք, իսկ երկուսս համար էլ հստակ լինի, էլի, թե որ դեպքում է, օրինակ, որևէ մանկապատանեկան կուլտուրայի եւ սպորտի մասին, այսպես կառույցները կարող է անվանափոխվել իմ կամ ձեր անունով, այսինքն հստակեցումն են։ Հիմա լիազորություն ենք տալիս, որ նախարարությունը սահմանի է չափորոշիչները եւ կարգը։
մի հարց էլ շնորհակալություն, իսկ մինչ այս անվանակոչված սպորտի հետ որևէ առնչություն ունեցող անձանց անունով կոչվող դպրոցների հետ կապված որևէ բան չի նախատեսելու, այսինքն Մենք ընդհանուր առմամբ հարցը քննարկման փուլում է, ոչինչ չենք բացառում իրականում, իսկապես մարդիկ անձինք ովքեր ի նպաստ հայրենիքի ծառայություն են մատուցել եւ ի նպաստ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացմամբ իրենց անցած ճանապարհով մասնագիտական կենսագրությամբ ասելիք ունեցել են միջազգային հարթակներում եւս օրինակ միջազգային չափելիությամբ պարզ է օլիմպիական չեմպիոն դարձած մարզիկների կողմից դե բնականաբար սա արդեն անպայման կներգրավվեն որպես անվանակոչվող նորմատիվների մեջ կետերի, զուգահեռաբար, բայց քննարկման փուլում են այո, չի բացառվում, որ մենք ունենալու ենք ենթակառուցվածքներ, որոնք որ սպորտային աշխարհի հետ թերևս այդքան էլ մեծ ներդրումներ չեն ունեցել, բայց հայրենիքին նվիրված իրենց գործունեությամբ արժան են, որ անվանակոչվի իրենց անունով։ Այլ հարցեր չկան, դուք ավելացնելու բան ունեք, բան չունեք, ելույթներ կան այս մասով, չկան։ Շնորհակալ եմ Տիկին Ավագյան, ես առաջարկություն ունեմ, առաջարկությունը վերաբերում է նաև ըստ էության այս գաղափարը, քանի որ սա նաև գուցե ձեր հարցի որոշակի պատասխան լինի, բան ամեն դեպքում դա հավաքանու լիազորություն է, եւ եթե անգամ կարիք լինի որևէ բան անվանափոխելու, միևնույն է, այստեղ նախարարությունը պետքա թիմ մարմինների հետ համագործակցելով աշխատի, որ այդ որոշումը հավաքանիներով անցկացվեն եւ նաեւ դրանից ելնելով մենք կարծում ենք, որ քանի որ թիմերը նաեւ եւ Երևան քաղաքը եւ նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները ունեն առանձին իրենց կարգավորող օրենքները, ըստ էության առաջարկս հետեւյալն է, որ այս ձևակերպումը նաեւ տեղայնացվի տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքում եւ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում քանի ամբողջությամբ չընթերցեմ, բայց նույն գաղափարն է, այսինքն առաջարկս հետեւյալն է, եթե ձեր կողմից էլ ընդունելի է, խնդրեմ քվեարկության դնենք այդ տարբերակով։ Առաջարկը ընդունելի է։ Առաջարկը ընդունելի է։ Հարգելի գործընկերներ, հետեւաբար քվեարկության է դրվում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը եւ իմ կողմից ներկայացված օրենքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու տեսքով, ովքեր են կողմ նախագծի ընդունմանը, կողմ միաձայն, ովքեր են կողմ նախագիծը խորհրդին առաջարկին ներառել առաջիկա նիստերի օրակարգում, կրկին 6 կողմ 2 ձեռնպատ, չէ, ձեռնպատիկին հարցան։ Շնորհակալ եմ Տիկին Ավագյան, դուք ազատ եք։ Հարգելի գործընկերներ, մենք քննարկում ենք օրակարգի երկրորդ եւ վերջին հարցը։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության եւ տեսալոսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը։ Այն հանձնաժողովին կներկայացնի հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։ Տարեկան հաղորդումը չի քվեարկում, պարզապես գիտություն լսում ենք։ Համեցեք, ունեք մինչև 20 րոպե բանակ։ Շնորհակալություն, հանձնաժողովի հարգելի նախագահ, հանձնաժողովի հարգելի անդամներ, ներկաներ, համաձայն Սահմանադրության 196-րդ հոդվածի հանձնաժողովը մարտի վերջ ներկայացրեց տարեկան հաղորդում ազգային ժողով։ Ես այն որպես հանձնաժողովի նախագահ ներկայացում եմ արդեն 7-րդ անգամ եւ գտնում եմ, որ սա այս ներկայացումը շատ լավ առիթ է մեկ անգամ եւս հնչեցնել այն խնդիրների մասին, որոնք առկա են եւ որոնք մեր կարծիքով արժան են ձեր ուշադրությանը, ինչպես նաեւ հանրության։ Եվ այդ պատճառով հաշվի առնելով նաեւ ժամանակի սղությունը կանգ չեմ առնի տարբեր տեղեկատվության, գծապատկերների, վերլուծության դուք կարող եք ծանոթանալ այս մեր տարեկան հաղորդման մեջ, բոլոր այդ տվյալները կան եւ ավելի շատ կխոսեմ այն խնդիրների մասին, որոնք առկա են այսօր տեսալսողական մեդիայի առջև եւ որոնք իմ կարծիքով արդեն մեր կարծիքով հանձնաժողովի շուտափույթ
լուծում են պահանջում։ Մենք 2001, 2002, 2003 թվականների ամփոփող հաղորդումներում նշել ենք դրանց մի մասը եւ վերահաստատելով մեր մոտեցումները ցանկանում եմ շատ կարճ խոսել այն խնդիրների մասին, որոնք կան եւ որոնք օրենսդրական փոփոխություններ պետք է ենթարկվեն։ Առաջինը եւ ամենակարևորը մենք շատ ենք խոսացել դրա մասին եւ դուք գիտեք այդ խնդիրը, կիսում եք այդ մտահոգությունները, դա կարգավորման շրջանակների ընդլայնումն է եւ կանոնակարգերի ներդաշնակությունը։ Մենք նկատի ունենք ավանդական մեդիան, որը այսօր կարգավորվում է այս կամ այն չափով, դա հանրային մուլտիպլեքսում լիցենզավորված կազմակերպություններն են, դա հեղինակազորված տեսալսողական ծառայություններ մատուցողներն են եւ դա ցանցային օպերատորներն են։ Թվով մոտ 130 իրավաբանական անձ եւ որոնք այսօր արդեն նրանք չեն կազմում տեսլասողական մեդիայի մեծամասնությունը։ Եվ բոլոր չափումների համաձայն եւ աշխարհում եւ Հայաստանում հասարակությունը, բնակչությունը, քաղաքացիները տեղեկատվության մեծ մասը ստանում են համացանցի միջոցով։ Համացանցում գործում են տասնյակ այսպես կոչված TV-like հեռարձակողներ, հեռուստանման, որոնք կարգավորումից դուրս են եւ այն վտանգները, որը մենք այսօր ունենք, սպառնալիքները կապված եւ տեղեկատվական անվտանգության հետ, եւ լեզվական, եւ երեխաների վրա ազդեցության մտավոր եւ հոգեկան առողջության, եւ ապատեղեկատվության, եւ ճշտամանքի խոսքի դուք շատ լավ գիտեք, առաջին հերթին գեներացումը համացանցում։ Ամբողջ աշխարհում այս խնդիրը արդեն սկսել է լուծվել, մեր մոտ նույնպես դա պետք է անել։ Մենք մոտորապես հաշվարկեցինք ինչքան այդպիսի հարթակներ ունենք համացանցում, ըստ աշխարհում կամ Եվրոպայում ընդունված չափորոշիչների, դա խմբագրական քաղաքականությունն է, դա օրեկան ինչ որ քանակի հաղորդումներն են, օրինակ 6 ժամից ոչ պակաս, դա հաղորդացանկն է, դա հետևորդների թիվն է սոցիալական ցանցերում, Facebook-ում, YouTube-ում, եւ մենք ստացել ենք Հայաստանում մոտ 40 այդպիսի հեռուստանման հարթակներ, որոնք մեր կարծիքով պետք է պարտադիր կանոնակարգվեն։ Անպայման չի մշտադիտարկման միջոցով, բայց այն ամենակարևոր նորմերը, որ կան տեսալսողական մեդիայի համար եւ հատկապես 9-րդ հոդվածը պահպանող, որտեղ արգելվում է խտրականությունը, ապատեղեկատվությունը, բռնության եւ պատերազմների, կամ կոչը կամ հրահրումը, դրանք պետք է անպայման նորմ դառնան նաեւ համացանցում գործող տեսալսողական մեդիաների համար։ Սա մեկ, որ մենք շատ դա կարևորում ենք։ Երկրորդը դա ատելության խոսքի եւ ապատեղեկատվության դեմ պայքարն է, հստակ չափանիշների շնորհիվ, որի մասին եւս մի քանի անգամ խոսացել ենք։ Ցավոք մենք այսօր չունենք նույնիսկ ատելության խոսքի սահմանումը եւ այդ պատճառով մենք մի քանի անգամ դատարաններում պարտվել ենք մեր իսկ հարուցած գործերը, վճիռները ըստ SEPA-ի պահանջների մենք արդեն պետք է ունենայինք այս տարվա սկիզբ ատելության խոսքի սահմանումը, բայց ցավոք մենք դա դեռ չենք ստացել, դա հանձնաժողովի իրավասություններից դուրս է, երբ որ մենք կստանանք այդ սահմանումը եւ դուք մենք կարող ենք դա իմպլեմենտացնել արդեն մեր օրենսդրության մեջ եւ հստակեցնել եւ կարողանալ ավելի էֆեկտիվ պայքարել ապատեղեկատվության եւ ատելության խոսքի դեմ։ Երրորդը, որը շատ կարեւոր ենք համարում եւ ինչը գնալով, ցույց է տալի, որ լուրջ սպառնալիք է Հայաստանի համար, դա օտարերկրյա հեռուստաընկերությունների, հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակումն է։ Մենք եւս մեկ անգամ պնդում ենք, որ հանրային մուլտիպլեքսում որևէ օտար հեռարձակող չպետք է լինի, եւ վերջի իրադարձությունները ցույց են տալիս 1-2 տարվա, որ մենք իրավացի ենք, երբ որ գտնում ենք, որ օրենքով այդ բացը պետք է փակվի եւ օտար հեռուստաընկերությունները չպետք է հեռարձակվեն, եւ ես այդտեղ փոքր օրինակ բերեմ, որ խոսքը գնում է ոչ միայն ռուսական ծրագրերի մասին, դա ընդհանրապես մանիպուլյացիա է, մենք խոսում ենք ընդհանրապես բոլոր արտերկրի ծրագրերի մասին եւ վերջերս նույնպես Ֆրանսիան մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի ունենա հեռուստածրագիր, երկու հեռուստածրագիր մեր հանրային մուլտիպլեքսում,
եւ ընդունել եմ Ֆրանսիայի ներկայացուցիչներին ինձ մոտ Ֆրանսիայից եկած, ես ընդունել եմ փոխդեսպանին, երկրորդ անգամ մենք բավականին լուրջ քննարկում ենք ունեցել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում եւս Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ եւ նաեւ մեր նամակներում եւ գաղտնի նամակներում մենք բերել ենք բոլոր այն փաստարկները, որոնք արգելում են օտարերկրացիներին հեռարձակվել հանրային մուլտիպլեքսում։ Եվ եթե դուք հիշում եք, այս վերջերս մի ցավալի դեպք եղավ Արդե հեռուստաընկերությանի կապված հայ-գերմանական, երբ որ ինքը Հայաստանի քարտեզը չէր տեղադրել, երբ որ տարածաշրջանային քարտեզներ ցուցադրում, խնդիրներ եղել նաև թիմի Մոնդի հետ, եւ ֆրանսիացիները հենց այդ երկու ծրագիրն են ուզում, որպեսզի մեր հանրային մուլտիպլեքս լինի, եւ հիմա պատկերացրեք, եթե այդ ծրագրերը լինեին հանրային մուլտիպլեքսում, կստացվեր, որ մենք ինքներս հեռարձակում ենք մեր մասին ապատեգացությունը եւ աղաղված պատկերացումներ, օրինակ քարտեզի մասին, Հայաստանի չգոյությունը։ Հաշվի առնենք նաեւ որ այս ոչ շատ հանգիստ իրավիճակում մենք կարող ենք օտար երկրացի հեռարձակողներին թույլ տալ հանրային մուլտիպլեքս, մենք կարող ենք հարթակ դառնալ տեղեկատվական պատերազմի այն երկրների մեջ, որոնք բոլորը մեր հետ բարեդերացական հարաբերությունների մեջ են, օրինակ Արևմուտքի եւ Իրանի միջև։ Սա շատ կարճ, նաեւ մենք որևէ ազդեցություն չունենք հանձնաժողովը այն տեսլասողական հաղորդումների վրա օտար երկրյա, որոնք հեռարձակում են կաբելային օպերատորների ցանցում։ Մեր մոտ այսօր գործում է շատ լիբերալ ազատական մոտեցում, մենք միայն փաստում ենք, որ մենք իգիտություն ենք ընդունում, որ դիստրիբյուտորը վերել է արտերկրից ինչ-որ ծրագիր եւ որևէ լիազորություններ չունենք ստուգել այդ հեռուստածրագրերի բովանդակությունը եւ եթե նույնիսկ վաղը չեմ սոր ինչ-որ հեռուստածրագրեր որոշեն տեղեկատվական լուրջ պատերազմներ տանել Հայաստանի միջև, Հայաստանի կարգավորող մարմինը որևէ լծակ չունի, որպեսզի կասեցնի այդ հեռուստաընկերությունների սփռումը Հայաստանում, մենք մեր նախագծերը, մեր պատկերացումները փոխանցել ենք արդեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, ինչքան ես գիտեմ նաև աշխատում են մեր իրավաբանները եւ հանձնաժողովի իրավաբանները եւ ես կարծում եմ այս խնդիրը շուտով լուծում կստանա եւ հանձնաժողովը իրավունք ունենա ադապտացնել այդ բոլոր ծրագիրը, այսինքն ժամանակ ունենալ ծանոթանալ բովանդակության մեջ եւ եթե այդ հեռուստածրագրերը օտար կարող պարունակեն այն բովանդակությունը, որը խախտում է Հայաստանի օրենսդրությունը, ապա իրավունք ունենանք արգելել այդ հեռուստածրագրերի սփռումը Հայաստանում եւ երկրորդը, եթե արդեն սփռման ընթացքում նրանք խախտեն Հայաստանի օրենքը, նույնպես մենք իրավունք ունենանք կասեցնել եւ արգելել այդ հեռուստաընկերությունների սփռումը Հայաստանում։ Ես կարծում եմ մենք այն կամ փոքր կղզյակներից կամ միայնակ ենք մնացել, որ մենք չենք պաշտպանում մեր տեղեկատվական հարթակները օտար երկրյա այդպիսի վնասակար ազդեցություններից։ Սա երկու, որ երկրորդը որ ուզում եի ձեր ուշադրությանը ներկայացնել։ Նաև գիտեք, մենք ջատագովն ենք մի հիմնադրամի ստեղծմանը, որը կօգներ հեռուստաընկերություններին եւ գնել եւ արտադրել հանրօգուտ բովանդակություն եւ կարծես այդ ֆոնդի ստեղծումը իր վերջնակետին է գալիս, կառավարությունում երեք նույնիսկ էլի քննարկումներ կար, միայն խնդիրը, որ տարաձայնությունները առաջացնում դա ֆինանսավորման աղբյուրներն են այդ հիմնադրամի եւ երբ որ հիմնադրամը գործի, ինքը կփորձի օժանդակել հանրօգուտ հաղորդումների ստեղծմանը կամ գնմանը, ինչը կթեթևացնի եւ հեռուստաընկերությունների շատ ծանր ֆինանսական վիճակը եւ կնպաստի, որպեսզի աճի մշակութային, սպորտային, կրթական հաղորդումների քանակը մեր կոմերցիոն հեռուստաընկերություններում։ Մի շատ կարևոր խնդիր կա, որը քննարկում է եւ լուծում չի ստանում, դա սեփականատերի եւ ֆինանսական թափանցիկությունն է հեռարձակողների եւ այս վերջերս Եվրոխորհրդարանի նախարարների կոմիտեն արդեն համապատասխան դիրեկտիվա ընդունել
եւ իրենց հանձնարարականը իջեցրել անդամ պետություններին նաեւ Հայաստանում մենք հույս ունենք որ դա խթան կհանդիսանա եւ մեզ մոտ շատ շուտ կընդունեն այդ օրենքը եւ ինչը մենք շատ ենք կարևորում որովհետեւ այդ թափանցիկությունը եթե Հայաստանի հասարակությունը շատ լավ քաջատեղյակ լինի ինչ քաղաքական ուժերին է պատկանում այդ հերոստանգերությունը ինչ ֆինանսատնտեսական խմբավորումներին է պատկանում ինքը կարողանա հա դե բոլորը գիտեն բայց դրա իրավական կարգավորումներն են պետք հա եւ դրանով մենք կարողանանք արդեն հասարակությունը ինքնակարգավորման միջոցով ազդել այդ հերոստանգերությունների գործունեության վրա սա է այսինքն ամենակարևոր խնդիրներն է ես կարծում եմ որը պետք է մենք դրա վրա ուշադրություն դարձնենք մնացածը նորից եմ կրկնում մեր տարեկան հաղորդման մեջ կա եւ նաեւ մենք մի շատ լուրջ առաջարկ ունենք մենք կարծում ենք որ այս պայմաններում երբ որ մեծամասամբ տեղեկատվական հոսքերը տեղափոխվել են համացանց որպեսզի հանրային մուլտիպլեքսում կարողանան նորմալ մրցակցել նորմալ բիզնես նախագծեր իրականացնել եւ գումար աշխատել հերոստանգերությունները մենք կարծում ենք կարելի է նաև դիտարկել հանրային մուլտիպլեքսում սլոթերի քանակի կրճատումը որովհետև ավելի լավ ունենալ 2-3 լավ հերոստանգերություն պինդ լավ փողեր աշխատող հստակ վերահսկողության տակ հա բովանդակություն արտադրող քան տասնյակ հերոստանգերություններ որոնք որևէ նորմալ բովանդակություն չեն պարունակում օրինակ մենք ունենք 7 կոմերցիոն հերոստացարագրեր որոնք ունեն մայրաքաղաքային ծածկույթ մենք կարծում ենք որ մայրաքաղաքային ծածկույթի համար այդպիսի շատ հերոստացարագրեր անհրաժեշտ չեն որովհետև ամբողջ աշխարհում մենք տեսնում ենք տենդենսը նվազեցնել հերոստացարագրերի քանակը հանրային մուլտիպլեքսում եւ միաժամանակ բարձրացնել իրենց բովանդակության որակը սա է ուզում ասեի որ մենք կարող ենք այդ մասին խոսալ մենք շատ լավ հասկանում ենք որ այս բոլոր խնդիրները շատ մասնագիտացված են եւ հասարակության ուշադրությունից դուրս են առաջնություն հասարակությունը չի համարում մենք մեծ ողջավորությամբ անցյալ տարի արցանց դիմում բողոքների մոդել մտցրեցինք մեր մոտ եւ կայքում կարմիր կոճակ ենք անունը դրել ցանկացած մարդ կարող է արցանց 2 երկրորդ մեջ իր բողոքը գրի իր առաջարկությունները եւ այլն 5 ամիս գործում է դա մենք ստացել ենք ընդամենը 6 բողոք արցանց որոնցից 4-ը վերաբերելի չի մեր հանձնաժողովին այսինքն ոչ մեկին մենք տեսեք մենք բողոքում ենք չէ բոլորս անորակ բովանդակությունից չարությունից ատելության խոսքից անորակից բայց մենք որևէ բողոքներ չենք ստանում եւ մեր հաղորդման մեջ կա 95% ավել վարչական վարույթները այս կամ այն խախտումների համար մենք նախաձեռնել ենք մեր մոնիտորինգի արդյունքներով բողոքների այնինչ ամբողջ աշխարհում հասարակության միջոցով է դա արվում օրինակ մի շարք երկրներում եվրոպական նույն Բելգիայում կամ Շվեյցարիում գործում է միայն բողոքի ինստիտուտը այսինքն այնտեղի կարգավորող մարմինները մշտադիտարկմամբ չեն զբաղվում մենք երբ կհասնենք դրան չգիտեմ բայց դա էլ ճիշտ ասած մի քիչ հիասթափեցնող խնդիր է ինչքան ունեմ ժամանակ ես շատ կարճ ես նաև այստեղ լավ շատ կարճ տեսեք ես նաև շատ եմ ուզում ձեր ուշադրությանը դարձնել ազգային ժողովի կողմից ընդունված օրենքների դրականի մասին չեմ խոսա բացասական հետևանքների մասին տեսեք մի օրինակ միայն բերեմ որովհետև հաջորդ տարի սպասում են համապետական ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ եւ ըստ անտրական օրենսգրքի, որի դեմ մենք պայքարեցինք, բայց ինչպես միշտ մեր կարծիքը հաշվի չառան, բոլոր յուրաքանչյուր հեռուստաընկերություն պետք է անվճար 25 րոպե տրամադրի յուրաքանչյուր կուսակցությանը։ Այսինքն անկախ հեռուստաընկերությունը, որի վրա տասնյակ սահմանափակումներ են դրած, որոնք կոշտ բանի տակ են վերահսկողության, նրանք պետք է յուրաքանչյուր կուսակցության համար 25 րոպե նվեր անեն։ Մենք հաշվեցինք, որ մենք ունենք 22 լիցենզավորված հեռուստաընկերություն, չհաշված հանրային հեռարձակողին,
մարզերում հանրապետական ծածկույթի եւ մայրաքաղաքային ծածկույթի եւ ստացվում է որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն որ 550 րոպե պիտի տրամադրի կուսակցությունների դա նշանակում է որ հեռուստաընկերությունները կզրկվեն 22-ը բազմապատկեցի 25 րոպեի, հա, եւ 22 կուսակցությունա մասնակցել։ Չէ, 27 մասնակցում է, դեռ հաշվի 22 բան են մասնակցում, 22 հեռուստաընկերություն կա։ 22-ը բազմապատկեն 25-ի, հետո երբ որ օրինակի համար 10 կուսակցություն եթե մասնակցի, ոչ պակաս հանրապետական բաները, կլինի 5500 րոպե կամ 91 ժամ։ Ամբողջը միասին 91 ժամ 91 ժամ առաջինը մենք հնարավորություն չենք տալի հեռուստաընկերություններ գոնե այդ ժամանակ ինչ որ փոքր գումար աշխատել երկրորդը եթե մենք վերցնենք բանի շահերը իսկ անվճարը բոլորը կօգտվեն անվճարից հա անկախ իրենց ֆինանսական ռեսուրսների ճանաչելությունից կստացվի որ մենք պարտադրում ենք մեր հանրությանը բոլոր հեռուստաընկերություններում դիտել այն ինքը չի ուզում դիտել ես ձեզ ասեմ նույնիսկ Ռուսաստանում զվարճանքի կանալները, սպորտի կանալները եւ երաժշտական կանալները այդպիսի ֆունկցիա չունեն։ Մեր մոտ ստացվում է որ ֆաստը, որը սպորտը ներկայացնում, ստացվում որ 21 TV-ին նրանք անպայման պետք է հեռարձակեն քաղաքական բովանդակություն, ինչը մեր համար մի քիչ եւ անհասկանալի է եւ անընդունելի։ Ես չգիտեմ դա ոնց է կարելի անել, բայց դա չէ, կարելի է ընդլայնել աս լավ փորձը եւ օրինակ ցանկացած բենզակալունկայի պարտադրել ընտրություններից առաջ մի տոննա բենզին տա ամեն մի հեռուստաբանին, ամեն մի կուսակցությանը, դա նույն ոճից է, նույն սկզբունքով է, հա, տենց է ստացվում, այսինքն սա օրինակ, չգիտեմ, մարդիկ էին, որոնք կուսակցության շահերն էին պաշտպանում, հա, քաղաքական միավորների եւ անտեսեցին եւ հանրային շահը եւ մեր մեդիաների շահը գոնե այդ պարագայում մի քիչ գումարներ աշխատել, սա մեկ, երկրորդը, տեսեք, մի անգամ ասել եմ, նորից եմ ուզում կրկնեմ, որտեվ սա կարծում եմ փոփոխության կարիք ունի մանկական հաղորդումների մուլտերի ուղեկցությունը սուրդո թարգմանության միջոցով, գիտեք շատ լավ, հա, եւ էլի շատ լավ նպատակ էր, բայց հաշվի առնելով եւ գումարը, որ պետք է ծախսվի դրա վրա եւ մասնագետների պակասը, հա, ստացվեց, որ մենք թվերը մի հատ էլի չհիշում, հագից մոտ է 34 36-34, մենք տեսեք, հա, մենք եթե 2003 թվականին միջև որ ինքի ընդունելը բոլոր հեռուստաընկերությունը ցույց են տվել միասին 138 անվանում մուլտֆիլմ պատտվում են, ապա անցյալ տարի 24 թվականին ընդամենը 43 մուլտֆիլմ, այսինքն այն հեռուստաընկերությունները, որոնք չեն ուզում օրենք խախտեն, հա, նրանք ընդհանրապես մուլտֆիլմեր սկսեցին ցույց չտալ։ Երկրորդը մենք խոսացինք հոգեբանների հետ, նրանք էլ ասում են երեխաների համար սուրդոպերևոդը սխալ է, ճիշտը սուբտիտրներն են, հա, ինչի համար, որ ինքը սկսի, հա, ինքը սկսի կարդալ, ինքը սովորի բանին, հայերեն տեքստերին, ոչ թե լսի, այսինքն լսելը իր կարդալու ցանկություն ունակությունը իջեցնում է, հա, սա էլ է խնդիր, այսինքն ես կարծում եմ, մենք կարծում ենք, հա, ինչ-որ տարիքից հետո են տարեր սկսում։ հա, բայց տեսեք, միջև 6-7 տարեկան Հա, միջև այդ լավ չեն խոսում կամ։ Ի վերջո չէ, երեխաները 6-7 տարեկանից պիտի սովորեն 6 տարեկանից կարդալ։ Մուլտերը 2-3 տարեկանների համար չեն մեծ մասամբ, իսկ 2-3 տարեկան երեխաների համար մուլտերը նրանք բան են, առանց տեքստերի են։ Նրանք ընդամենը բովանդակություն է, երաժշտություն է, հա, տասնյակ այդպիսի մուլտեր կան, մաշին կան, շարժումներ են։ Այդ առումով ստեղել նույնիսկ մտածելու բան ունենք, սա երկրորդը, հա։ Ես 7 հատ այդպիսի բան էի առանձնացրել, բայց քանի որ ժամանակը քիչ է, մնացածը եթե հետաքրքիր լինի կշարունակեմ, շնորհակալություն ուշադրության համար։ Շնորհակալ եմ, պարոն Հակոբյան, անվճար եթերաժամանակը դուք որպես բացասական նշեցիք, բայց մենք կարծում ենք չէ դա դրական է, որտեվ պետքա կուսակցությունները անկախ իրանց ֆինանսական հնարավորություններից իրանց գաղափարները ներկայացնելու հնարավորություն ունենան ու հաշվեցի, եթե դա արտահերճի 28 օր է տևում քարոզարշավը 25 րոպեն օրական 53 վայրկյան ընդամենը եթեր տալ այդ հեռուստաընկերության համար չեմ կարծում մեծ խնդիր այլ ամեն 53 րոպեն 10-20 30 հազար դրամ 53 վայրկյան
25 րոպե, 28 օրը 53 վայրկյան, ընդհանրապես մի օրվա մեջ թող ցանկացած կուսակցության անվճար եթերաժամ տանել մեծ Դա այդ մեկին բոլոր Դե որպես կանոն ոնց է, եթե սպորտային չի, այդտեղ կարող խնդիր լինի։ Ասենք օրվա մեջ 4 անգամ լրատվական է կներեք, գնում։ բայց դա Բաժանում են էլի, այսինքն կուսակցական գործիչների ցերեկվա ժամին սկզբում 5 այս կուսակցությանն են դնում, հետո երեկոյան էս, հետո ասենց ռոտացիայով փոխում են, դա ՌՀ-ն ու թե դուք չեք ստուգում, չեք ԿՀ-ն է ստուգում, տեսնի հավասարությունը։ Չգիտեմ, ինձ թվում է 25 րոպեն շատ չի։ Այլ բանը հա, որ տենց շատ են մասնակցում, նախորդ ընտրություններին 27 ուժ էր մասնակցում, այդ մի քիչ մեծ է։ Այստեղ մի հատ ուրիշ խնդիր կար, ես հիշում եմ, որ հեռուստաընկերություններն էին շատ ժամանակ գրում մեզ եւ ասում էին, որ մենք ուզում ենք լուսաբանենք, բայց այս կուսակցությունները ոչ մի բան չեն անում, ոնց քարոզաշավ ունեն, ոչ էլ կամ, չգիտեմ, մի հատ առաջին օրն են անում, հետո չկա, ասում ոչ կուսակցության գրասենյակ կա, ոչ մարդ կա, ասում չգիտենք ինչ լուսաբանենք։ Այստեղ խնդիր է էլի եւ հետո երբ որ չեն անում, ստացվում է մի քիչ խնդիր կար առաջանա։ Կներեք, մենք այդ խնդիրը լուծել ենք մեր մեթոդաբանությամբ, որ արժանացավ եւ նաեւ եվրոպական դիտորդների դրական գնահատականին։ Մենք մեխանիկական հավասարություն չենք պահանջում ոչ մի անգամ։ Մենք ասում ենք, օրինակի համար մի կուսակցությունը շատ ակտիվ է վարում իր, հա, քարոզարշավը, մյուսը ոչ, գնում են շտաբ եւ բանա կողպեքի վրա է այդ դուրը։ Մենք պահանջում ենք ընդամենը դա արձանագրել, արձանագրությունները մեր ներկայացնել եւ այդ առումով մենք մեխանիկական հավասարություն իսկապես չենք պահանջում, այդ առումով հեռուստաընկերությունները ազատ են եւ դա հնարավոր չի ընդհանրապես։ Այդտեղ խտրականություն կլիներ։ Այն կուսակցություններին, որոնք գրեթե չեն մասնակցում, կայմ այլ նպատակներ ունեն եւ այն կուսակցությունը, որ իսկապես քաղաքական միավոր է, իրանց մեջ անհավասարություն կլիներ, եթե հավասար բաժանեն եւ մեր մեթոդաբանությունը արդեն 7 տարին գործում է եւ որևէ մեկի կողմից, հա, բան չի քննադատվել այսպես։ Շնորհակալ եմ, հարցեր գնանք հերթով, Տիկին Ղազարյան դուք, հետո պարոն Բաբայան, հետո դուք Տիկին Գալստյան։ Շնորհակալություն պարոն Հակոբյան, շնորհակալություն պարոն Գաբրիելյան, մի հատ վարման կարգի վերաբերյալ հարց ունեմ, եթե հարցեր ունեմ բոլոր միանգամից տամ, տարբեր ժանրերից, այսպես ասած, թե Եթե շատ են ուզում եք, ըստ իրավիճակի, եթե կարծում եք կարճ պատասխաններ են, կարող եք տալ պատասխան։ Այնպես արեք, որ հարց ու պատասխան ամեն մեկս մի 5 րոպեի մեջ տեղավորվում է։ Լավ, պարոն Հակոբյան, մի քանի հարց ունեմ, նախ այս վերջի նախընտրական շրջանի հետ կապված հանրայինի հետ կապված արձագանքներ կային անհավասար լուսաբանման կարծես թե ուզում եմ հասկանամ դուք ինչ հարաբերություններ ունեք, հա ինչ հարաբերություններ ունեք հանրայինի այդ մշտադիտարկման հետ եւ արդյոք իրավասու եք արձագանքել, որ ասեմ ինչի մասին է տեխնոլոգիաները արձագանքում։ Շատ բարի, ուրեմն հանրայինի հետ կապված թե բանավեճի, թե նախաքարոզարշավային փուլի հետ կապված տեխնատուները մտահոգություններ էին բարձրացնում, որ նախաքարոզարշավային փուլում տեխնատուներից մեկը, որը ոնց որ ԿՀ-ով դեռևս գրանցված չէր, բայց ինքնահայտարարված էր որպես տեխնատու ավելի շատ էր լուսաբանվում եւ բանավեճի ժամանակ էլ տեխնատուները ահազանգում էին, որ անհամաչափ աշխատել ժամանակով, ով շատ ագորգորված էր, նա ավելի շատ ժամանակ է նվաճել։ Հիմա կխնդրեմ այս երկու հարցին արձագանքեք եւ ինչ դիտարկումներ կամ առաջարկներ ունեք համաձայն եք արդյոք սովորել։ Զուտ բանավեճի առումով եւ ընտրական օրենսգիրքը եւ մեր տեսլասխական մեդիայի օրենքը չի սահմանում ինքը բանավեճի ժամանակ, հա ինքը հավասար դիրնի, բայց որևէ բան, հա հստակ հայցակարգ չկա։ Ընդհանրապես ասում է, որ պետք է մեկից գոնե մեկ բանավեճ լինի եւ որը պետք է տիվի 2 ժամից ավելի ինչ որ տես բան կա, մնացած չկա, բայց ես ձեզ թվերը բերեմ, մենք արդեն մեր եզրակացությունը հրապարակել ենք մի քանի օր առաջ, ես խորհուրդ կտայի ծանոթանալ շատ հետաքրքիր թվեր են, շատ հետաքրքիր, որը ցույց է տալիս բանավեճից էլի դուրս գամ, որ ամենահավասար պայմանները բոլոր կուսակցություններին հատկացրել է հանրային հեռուստաընկերությունը։ Դա շատ հետաքրքիր է։ Եվ ես ձեզ ասեմ, որ լուրերում եւ այլ հասարակական հաղորդումներում այլ մի կուսակցություն ընդդիմադիր ինքը ավելի շատ տեղ է զբաղեցրել հանրային հեռուստաընկերությունում, քան ձեր քաղաքացիական պայմանագիրը։ Երկրորդ, հա, վերջացնեմ, որ ինքը ամբողջական լինի, որտեղ դա կարդալուց բավականին հետաքրքիր է։ Նաեւ կոմերցիոն ընդհանրապես ծավալը գովազդի
էլի մեկ ընդդիմադիր կուսակցություն երկու անգամ շատ ավելի գովազդային ժամանակ ունեցել բոլոր հեռուստաընկերություններում, որոնք մասնակցել են քարոզարշավին, հա, քան էլի կառավարող կուսակցությունը, երկու անգամ ավել։ Այսինքն այստեղ իսկ եթե վերցնում ենք բոլոր հեռուստաընկերությունները, որտեղ ես 30 տարի արդեն ասում եմ, շիզոֆրենիա, երբ որ մի քանի կարծիք կա մի գլխում։ Մի ընկերությունը հեռուստա ավելի շատ աջակցում է մյուսին, այսինքն մի քիչ ավելի շատ ժամանակ է տալիս, երկրորդին, երբ որ մենք նայում ենք համագումարը, բոլոր հեռուստաընկերությունների տված այդ հասարակական քաղաքական բովանդակության նախընտրական, քիչ թե շատ հավասար է, նաև ինքը արտացոլում է, հա, այդ քաղաքական ուժերի ակտիվությունը։ Այդ քաղաքական օրինակի չեմ ուզում էլի անուններ տալ, դուք որ ծանոթանաք ինքը բավականին եւ դա ցույց է տալի արդեն 5-րդ կամ 6-րդ տարին, որ այնուամենայնիվ հեռուստաընկերությունները, որոնք հանձնաժողովի կարգավորման տակ են, նրանք օրենսդրությունը պահպանում են եւ փորձում են հավասարությունը ապահովել։ Այն հեռուստաընկերությունները հեռուստանման կամ հարթակները, որոնք առավոտից պրոպագանդայով է զբաղվում, իրանց է պետք կարգ բերել, որ եթե մենք ուզում ենք իսկապես հավասարակշռել բոլոր կուսակցությունների մասնակցությունը ընտրությունների ժամանակ։ Ինչ վերաբերում է, որ ինքն առաջադրվել էր եւ սկսել էր միջև նախընտրական շրջան։ Այստեղ մենք որևէ լիազորություններ չունենք։ Տարբեր երկրներում տարբեր կարգավորումներ կան, օրինակ ինչ որ հավասարության կամ քաղաքական գովազդի մասին սահմանումները նույն Ֆրանսիայում գործում են կլոր տարի, անկախ ընտրությունների անցկացումից։ Մեկ այլ երկրում չեմ հիշում, այդ կարգավորումները սկսում են 3 ամիս առաջ։ Տեղ կա, որ ընտրությունները հայտարարելուց կենտրոնական դրական հանձնաժողովը հայտարարեց ընտրությունների մեկնարկի մասին, բանը դրեց 3 ամիս առաջ, չգիտեմ երբ, եւ լիցենզավորված եւ հեղինակազորված տեսահրաշքական ծառայություն մատուցողները փորձում են իրավական բանը պաշտպանել երկարաստացում ռադիոները եւ տելեները, հա, նրանք արդեն կարգավորման տակ են։ Երկրներ կան, որ ընտրություններից հետո եւս 1 ամիս շարունակվում են, հա, կոշտ կարգավորումները։ Այդ առումով մեր մոտ ընդամենը մենք լիազորություններ ունենք այդ 28 օր հերթական ընտրությունների ժամանակ եւ 14 օր արտահերթ ընտրությունների ժամանակ, այստեղ մենք անզոր ենք, այսպես ասեմ։ Մի միջանկյալ հարցն, բայց պարոն Գաբրիելյան, չեմ կարող ես ինձ վերահսկել, որ հարցը պատասխանը համատեղ 5 րոպե լինի, կարող նեցան է, որ իմ հարցերը իրար հետ 3 րոպե դառնան վերջում։ Մի տենց փոքրիկ հարցրա հետ կապված, դուք խնդիր տեսնում եք նրա հետ կապված, որ տեխնատուներից 2-ի հարցազրույցը բանավեճից հետո է եղել, կարծեմ Մարտուն Գրիգորյանն ու Սարիկ Մինասյանինը, իսկ մնացածինը բանավեճից առաջ, այսինքն սրա հետ կապված ինչ որ խնդիր կա եւ արդյոք սրա հետ կապված կարծեմ վիճակահանություն չկա եւ պետք է արդյոք դա լուծում կլինի։ Տեսեք, ավելի բան պատասխանենք, ընդհանուր մենք չենք տեսնում հանձնաժողովում որևէ խնդիր, որը օրենքի շրջանակներում, հա, մնացածը։ Լավ, հասկացա։ Մյուս հարցը, որ ուզում եմ տալ, ասում եք, որ ատելության խոսքը, ատելության հրահրումը չեք կարողանում հավուր պատշաճի հասցեագրել, երբ որ TV-ներից հեռուստատեսությունից եք լսում։ Մի հատ դրա հետ կապված հետ կգամ հարց կտամ, բայց սա ուզում եմ կապել ձերեն առաջի բանի հետ, որ դուք ուզում եք հավելյալ ուրեմն TV-ի նման, TV-like ինտերնետ ալիքներ կարգավորեք կամ մոնիթորինգ անեք կամ վերահսկեք, եթե չի ստացվում ատելության խոսքի հետ կապված խնդիրները հասցեագրել հեռուստատեսություններում։ Հիմա ինչ տարբերություն, որ եւս 40 մեդիա տանք ու վերահսկի այս հանձնաժողովը ու չկարողանա եւս 40-ի խնդիրը հասցեագրել։ Ձեր հարցը երկու մասով բացատրեմ։ Ամեն դեպքում ավելի մեծ տարբերություն կա հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների բովանդակությամբ, որոնք վերահսկվում են եւ ոչ։ Կոշտ քննադատությունը մենք չենք բանանում, նույնացնում ատելության խոսքի հետ։ Ատելության խոսք հանրային մուլտիպլեքսում գրեթե չի հնչում։ Շատ կոշտ քննադատություն ատելության խոսքը հնչում է մենակ այն հարթակներում, որոնք չեն վերահսկվում։ Եթե նրանք սկսեն վերահսկվելը եւ պարտադիր չի հանձնաժողովի կողմից։ Մենք խոսում ենք վերահսկողության ինստիտուտի մասին, ապա նրանք ստիպված կլինեն այդ կանոնները պահպանել քիչ թե շատ։ Սա է։ Մենք հետևում ենք բաներին, հա, նույնիսկ եթե
ատելության խոսքը չկա, մենք գտնում ենք ձևերը, որպես գտնում ենք ավելի շատ ձևերը, որպեսի պատժենք։ Մենք ասում ենք դա բացասականացնում է երեխաների վրա, եթե այդ բանն են, հա, ցերեկն են ցույց տալիս, սա ազդում է սրա վրա, այնտեղ քրեական ենթամշակույթ կա, այսինքն փորձում ենք ձևերը գտնել, բայց հանրային մուլտիպլեքսում գործող բոլոր հեռուստաընկերությունները եւ ոչ միայն, նաեւ օրինակ հեղինակազորված մի քանի մենք կազմակերպություն ունենք, Ազատություն ռադիոկայանը, Երկիր մեդիան, երկուսը նրանք բավականին նվազեցրած են, որտեղ գիտեն վերահսկողության տակ են։ Այսինքն ինքը օգուտ կբերի, Տիկին Ղազարյան, եթե ձեզ հարցին պատասխանեմ։ Ես ուզում եմ դուք փորձեք նկարագրել, որովհետև ես լավ չեմ հասկանում այն դեպքերը, երբ որ դուք ատելության խոսքով բան եկարել, դիմել եք դատարան, երբ է դա եղել կամ ինչ որ այլ բանի, երբ է եղել, ինչ դրվագով կապված եւ ոնց է եղել, որ կրվել եք sense շատ կոպիտ եկած։ Ես ձեզ ոչ թե կրվել ենք, նույնիսկ քրեական գործ չի հարուցվել։ Եվ տարբեր օղակներ չեմ ուզում բանանեմ, հանրայնացնեմ, նույնիսկ մեզ խոսքի ազատության դասեր։ Հա, չէ, ուզում եմ հասկանամ ինչի շուրջ է եղել եւ ոնց է եղել։ Մեկ է թիվը ասեք, էլի երբ է եղել։ Ես ցավոք ես ձեզ կուղարկեմ անպայման մեյլով, մենք առանձին հանած ունենք, մենք դիմել ենք 5 անգամ, եւ դատախազություն, եւ ԱԱՑ նույնիսկ, հա, տարբեր պատճառներով եւ խոսքը չի գնացել ոնց ասեմ, իշխանություն, բարձրագույն իշխանության մասին, որտեղ մենք շատ լավ տարանջատում ենք թույլատրելին անթույլատ։ Երբ որ գնացել է խոսքը, օրինակ, չգիտեմ, ինչ որ մարդկանց ընդհանուր միջև երեխաների կանայք, որոնք պետքա ոչնչացնել, որոնց պետքա կախել, որոնց պետքա դրանից են կողմ, այդ ինչ պետք է անեն, որպեսզի քրեական գործ հարուցվի։ Դա պարզ բռնության, հա։ Որ հոդվածով։ Ես չեմ հիշում արդեն, ես իրավաբան չեմ, բայց ես ուզում եմ ասեմ, տենց մի քանի դրվագ է եղել, հա, որը եւ մենք համեմատում ենք շատ ժամանակ ավելի մեղմ արարքների համար, ինչ որ գործիչների հանդեպ քրեական գործ են հարուցվել, նույնիսկ ազատազրկվել են։ Այս պարագայում, որը շատ ավելի կոշտ է, շատ ավելի հա սպառնալիք է բանի համար, հասարակության համար, դա չի արվել, այսինքն ստեղ էլ մենք ընդհանրապես դրա բանը չենք հասկանում։ Ոնց ասեմ, հա, հայեցակարգը սենց հա։ Մի հատ սրա վերաբերյալ արձագանք ունեմ, պարոն Հակոբյան, եւ երևի այս վերջին արձագանքը կլինի, եթե դա խնդիրն է, որ քրեական օրենսգիրքը երբ որ սպառնալիքի մասին է խոսքը, օրինակ ինչ որ մեկը հեռուստատեսությամբ սպառնում է իմ ընտանիքի անդամների նկատմամբ հաշվեհարդար տեսնել, իրավապահ մարմինները գնահատում են, թե որքանով է իրականանալի այդ անձի կողմից այս սպառնալիքը ուրիշ հոդված է, ատելության հրահրումը բոլորովին ուրիշ հոդված է, ու ատելության հրահրումը քրեական օրենսգիր 22 թվականի քրեական օրենսգրքով կարգավորված է 329 հոդվածով, ես սա ուզում եմ բան անեմ, դուք որ ուղարկեք ես կտեսնեմ էլի արդյոք ոնց որ ինչ հոդվածով է որ ժամանակ է ուղղակի այն ժամանակ 22-ից առաջվա քրեական օրենսգրքով անպայման ատելության խոսքի հետ պետքա բռնության կոչ լիներ։ Եթե չկար բռնության կոչ, ատելության խոսքը չէր կարող ինքնին վերցրած քրեական լինել։ Բայց այս նոր օրենսգրքով 329 հոդված ասում է անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ եւ կամ առարկա տարածելը, որը խստացնող հանգամանքը զանգվածային լրատվամիջոցներով տարածելը։ Սա եթե ոնց որ ու խոսքային հանցագործությունների վերաբերյալ էլի հոդվածներ կան, բռնության կոչ սահմանադրական կարգի տապալում կամ հանրային առողջության վնաս հասցնելու։ Ես կուզեմ տեսնեմ դուք երբեք դիմել ու ինչ հոդվածներով, որովհետև ենթադրում եմ, որ ամենայն հավանականությամբ օրինակ սպառնալիքի հոդվածով եք, սպառնալիքի մասին կոնտենտ եք ուղարկել, որովհետև չի կարա էլի մարդկանց օրինակ կրոնական համոզմունքներով պայմանավորված կամ սոցիալական ծագման բերումով խտրականացնել եւ սա չտեսնի էլի իրավապահ համակարգը, որտեղ էս գրած է էլի սևով սպիտակի վրա։ Այս հոդվածով խնդիրն է նա, որ ամենահաճախը այս հոդվածով դիմում եւ այդ դիմումներին ընթացքադրում քաղաքական հայացքներով պայմանավորված ատելության եւ անհանդուրժողականության խոսքը, բայց ես մեդիաներում լսում եմ այլ հատկանիշներով պայմանավորված թիրախավորումներ նույնպես եւ դրա համար ձեր հանձնաժողովից ես ակնկալում եմ, որ այն մյուս հատկանիշներով պայմանավորված թիրախավորումը մարդկանց
սոցիալական ծագման, հաշմանդամության, կրոնական հայացքների, տեղային ծագման, որը շատ հաճախ է վերջին շրջանում պայմանավորում, սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության եւ այլ խոցելի հատկանիշներով պայմանավորված սեռի հիմքով նաեւ այս վերջերս դա էլա շատ լինում։ Մարդկանց թիրախավորումից ավելի ոնց որ զերծ կպահեք, քան ոնց որ միջև էս եղել է, ոչ թե ես ինչքան դեպք տեսել եմ, տեսնում եմ լրահոսում։ Կամ այս կամ այն կողմից քաղաքական հայացքներով պայմանավորված թիրախավորումն է, որը վատ է ընդհանուր առմամբ։ Շնորհակալություն, ես շատ կարճ կասեմ, տեսեք, ես ակամա երևի ինչ որ բաներ հստակ չասեցի, երբ որ ես ասում եմ դատարան, հա, կամ վարույթ, ես խոսում եմ 3 տարբեր кейսերի մասին։ Առաջինը դա ամենաբանը քրեականն է, հա, 5 անգամ ենք դիմել, նորից եմ կրկնում, եւ այնտեղ միայն սպառնալիք չի եղել, նաեւ մենք կարծել ենք, որ բան է եղել, հա, հանցագործության մասին հաղորդում, որը պետք է գոնե քննվեր, հա, նույնիսկ բան չի բացվել։ Երկրորդը դա մեր վարչական վարույթներն է, որը հենց վերաբերվում է թշնամանքի լեզվին, որը քրեական հետապնդում չի նախատեսում։ Մենք տարում ենք վարչական դատարաններում, մեր վարույթի արդյունքում գրավոր նկատողություն կլինի, թե ինչ որ տուգանք կլինի, դա ենք տարում, դա երկրորդը եւ երրորդը, էլի գենդերային խտրականությունն է, երբ որ ինքը կոշ չի, ինքը փափուկ է, մենք փափուկ լինում է, հա, նենց պայմանական եմ ասում, լինում է իհարկե։ Մենք դիմում ենք, գիտեք, դա ինքնակառավարման մեխանիզմն է աշխատում եւ մենք դիմում ենք էթիկայի մարմիններին, հա։ Եվ ստեղ էլ մենք խնդիրներ ունենք, որտեղ մեր կարծիքով ինքը շատ լավ նախաձեռնություն է, տարբեր երկրներում աշխատում է, մեր մոտ այդ ինստիտուտը չի կա, յա, որտեղ հետևանքներ որևէ հեռուստաընկերություն ինքը կարա օրեկան 7 անգամ խախտի, մենք 7 անգամ դիմենք էթիկայի հանձնաժողով, նրանք բացասական կամ դրական ասեն այո խախտում կա էթիկական նորմերի, բայց որևէ հետևանքներ չկան։ Ինչի ամիսը 100 անգամ ես խախտում, դու իրանք չունես որևէ նորմ դա կիրառես։ Չի, կներեք էլի ինքը պարտավորված չի նույն մեդիայով ասել, որ ինքը խախտել է եւ ներողություն խնդրել։ Ներողություն խնդրել չկա, ինքը ընդհանրապես տեղադրում է այդ մարմնի, որ այդ եզրակացությունն արել է, դրա եզրակացությունը։ Շնորհակալ Եվ հաշվի առնելով այսօրվա այդ բանը, Հակոբյան, դուք դեռ եզրափակիչ կխոսեք, էլի, որտեղ տենց կմոռանա մեծ մարդ եմ։ ավելի վատ չի լինի, բայց համեցեք, պարոն Բաբյան։ Շնորհակալություն պարոն Հակոբյան զեկույցի համար, նույնպես մի քանի հարց ունեմ, բայց կխնդրեմ նշեք, որ ես միանգամից բոլորը թվարկեմ։ Ատելության խոսքի հետ կապված դուք ասեցիք, որ սահմանումը դեռևս չկա եւ սպասում եք, որ լինի եւ փորձենք տեղայնացնել։ Ուզում եմ հասկանալ ումից ենք սպասում եւ ինչի ենք սպասում եւ ինչքան պիտի սպասենք եւ նաեւ ոնց որ թե այսինքն ինքը ընդունված կա, ասեցիք սեպայով կա ոնց որ թե ամենայն դեպս միջազգային փորձ եվրոպական փորձ նման կա, այսինքն նման սահմանում գոյություն ունի աշխարհում եւ ընդհանրապես ես գիտեմ որ նաեւ թարգմանված կա, հետեւաբար մնում է չգիտեմ ինչ է, էլի, այս հարցն է իմ մոտ Տերերի թափանցիկության հետ կապված ասեցիք նոր դիրեկտիվա ընդունվել, ճիշտ ասած, քանի որ ծանոթ չենք, խնդրեի շատ կարճ կխնդրեմ բովանդակությունը ներկայացնեք, որ հասկանանք մենք օրինակ, եթե օրենքով է, ինչպիսի կարգավորում պետք է անենք, հիմնադրամի մասին ասեցիք, հիմնադրամի ֆինանսավորումը Լավ, եւ հիմնադրամի նախարարների կոմիտեի թիվ SMREC 2020-X Մասնագիտների բազմակացության եւ դրանց սեփականատերի վերաբերյալ սահմանում է չափանիշներ եւ այլն։ Մոտակցության ռադիոն դեղերի գովազդի։ Լավ, շատ լավ։ Նշեցիք հիմնադրամի մասին, որ քննարկվում է, հիմնադրամի ֆինանսավորման մասին ասեցիք, ընդհանուր առմամբ հիմնադրամը ով պետք է հիմնի, ում ենթակայությամբ եւ այլն մոտավորապես սա հարցը եւ այն 7 հատը, որ չհասցրեցիք մուլտֆիլմների մասով, այսինքն առաջինը ասեցիք, որը որ կհասցնեք, դա էլ նշեք, շնորհակալություն։ Խոսքը տեսեք սեպայով ճիշտ եք ասում եւ այդ բանի մեջ, հա, schedule-ի մեջ դրած է որ արտադրության նախարարությունը վերջնաժամկետը 2025 թվականի
առաջի երամսյակն է, գրած ասաղ նայել ենք, այսինքն մենք հույս ունենք, որ այսքանի օրը կստանանք երևի այդ սահմանումը եւ կփորձենք դա կիրառել մեր գործունեության մեջ կամ արդեն իմպլեմենտացվի բանի մեջ, օրենսդրության մեջ երևի։ Այսինքն 25 թվականի առաջի երամսյակ, բայց ես կարծում եմ ամեն ինչ պետք չի սпасել, որ եվրոպացիների բանով լինի, էլի մենք էլ կարենք վաղուց այդ խնդիրը կա լուծենք։ Երկրորդը հիմնադրամը, տեսեք, դա պետական հիմնադրամա լինելու, որը ունենալու է հոգեբարձությունների խորհուրդ, կազմված մեդիա կազմակերպությունների ներկայացուցիչներից, ԲՏԱ, մշակույթի նախարարություն, կազմակերպություններ հասարակական, որոնք մեդիա իրավունքներն են պաշտպանում, մեր հանձնաժողովը, ՊՕԱԿ-ը, այսինքն կառավարությունը եւ հստակ այնտեղ սահմանված է ինչ տեսակի բովանդակություն պետք է ֆինանսավորվի, հանրային հարձակումները այնտեղ չկան, որտեղ նրանք ֆինանսավորվում են պետության կողմից, եւ խստիվ արգելված այնտեղ, այսինքն չկա ցանկի մեջ քաղաքական բովանդակություն, այսինքն մոտորապես այդ ինքը հետաքրքիր շատ համակարգ է, էլի վերցված է արտասահմանյան փորձից, մենք հանձնաժողովի օրենքով դրել են, որ 30% պարտավորեն անենք դրա շատ։ Ինքը շատ հետաքրքիր կլներ, էլի սա է եւ հույս ունենանք, որ նա նորմալ կաշխատի արդեն, Եվ ես բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եմ խոսացել, որոնք ասեցին, եթե պետությունը սա նախաձեռնի, մենք անպայման մասնակցություն կունենանք։ Եվ բանը, այդ հիմնադրամը, տեսեք, 7, տեսեք, քրեական բացասական ազդեցություն, քրեական ենթամշակույթի դեմ պայքարը օրինակ, չէ։ Մենք երբ որ դա այս նախաձեռնությունը եղավ, մենք շատ մեծ դավթարնամակ գրեցինք, որ այսպիսի օրենքի ընդունման կարիքը չկա, ես հիմա չշարադրեմ, բայց այն ընդունվեց ցավոք այս հանձնաժողովում վերջի քննարկմանը մեր ներկայացուցիչներին նույնիսկ չկանչեցին, շատ չեմ երկարացնի, բայց ես մի հետաքրքիր, ես հատուկ վերցրեցի, Հայաստանի Հանրապետության օրենքը տեսահոլովակային մեդիայի մասին չարաշահման արգելը, տեսեք, էրոտիկ բնույթն է, մենք իմիջիալոց քրեական ենթամշակույթի դեմ քարոզը մեր բաներով արդեն 5 տարի արգելված է, այսինքն, բայց տեսեք, ինչ սխալ ձևակերպում գտավ օրենքի մեջ։ Քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսլասական հաղորդումները արգելվում է ցուցադրել ժամ 24-ից մինչև 6-ը, այսինքն կարող են հեռարձակվել 24-ից ժամը 6-ը, այսինքն ստացվում է, որ ցերեկը քրեական ենթամշակույթը չի կարելի քարոզել, իսկ գիշերվա ժամերին կարելի է քարոզել, օրինակ։ Ինչ որը։ Սա մեկ, երկրորդը, շատ կարևոր բան գովազդային շուկայի վերափոխումը։ Մենք էլի կտրականապես դեմ ենք, որպեսզի հանրային հեռուստաընկերությանը տրվի գովազդային ժամանակ։ Դա ընդհանուր շուկայից հանեց մոտ $2 միլիոն տարեկան, որը պետք է աշխատեր մասնավոր ընկերությունների համար։ Մենք մեծագույն մտավախություն ունենք, որ նոր մրցույթին մի շարք հեռուստաընկերություններ նրանք չեն մասնակցի, որովհետև այս գովազդային շուկաների անկումը, ինքը բավականին մեծ ազդեցություն է թողել։ Մենք նաև այլ առաջարկ էինք անում, որպեսզի երբ որ արգելվում էր շահումով խաղերի գովազդը։ Էլի եմ ասում, շատ ճիշտ, շատ կարևոր, դա կործանիչ մի բան է, բայց մենք ավելի հետաքրքիր մոդել էինք առաջարկում, որը բացի նրանից, որ չէր զրկի միայն հանրային մուլտիպլեքսում գործող ընկերությունները այդ եկամուտներից, նա նաև հարթակ կհանդիսանար այդ չարիքի դեմ պայքարի, քարոզության պրոպագանդայի։ Համեցեք են գալիս ցան, դե բայց բանա, միգուցե վիճելի բաներ եմ ասում, բայց սա այս ամեն ինչը քննարկման վիճելի չէր, բայց մեկը մյուսին մի քիչ հակասեց, եթե ճիշտն ասած, որովհետև համ ասում եք, որ ուզում եք կրճատեք հանրային մուլտիպլեքսի ալիքները, համ էլ մտավախություն եք, որ իմաստը չեն դիմի, այնա չեն դիմի կկրճատվի, էլի։ Ճիշտ է, չէ, այս օրենքով, քանի որ բան Եթե նրանք չդիմեն, մենք անպայման միտքս վերջացնեմ, կարող են այն հեռուստաընկերությունները մասնակցել, որոնք զուտ քարոզչական բնույթ են կրելու, սա դրա մասին է խոսքը։ Համեցեք Տիկին գալիս։ Շնորհակալություն, ինչպես զեկուցում, այնպես էլ տարեկան հաշվետվության մեջ, այսպես ծանրության հիմնական ծանրության առանցքում
գործիքակազմի, ուրեմն այս մարմնի գործիքակազմի եւ կարգավորման խնդիրների առնչությամբ առաջարկություններն էին եւ այդ խնդիրների առնչությամբ որոշակի վերլուծություն, այսինքն կարգավորման շրջանակների ընդլայնում, նոր գործիքակազմի տրամադրում եւ այլն եւ այլն։ Ինչը ես բնական եմ համարում եւ նաեւ տեղին, եւ իմ հարցերը հիմնականում բխեցնում եմ այդ խնդիրներից, թեև շատ ավելին ինքան էլ առարկայական է եւ կարեւոր առհասարակ մարմնի գործունեության արդյունավետության քննարկումը եւ հաշվետվությունը, բայց հարցերս վերաբերում են հենց այդ առաջարկներին։ Ուրեմն հենց այդ կարգավորման շրջանակների ընդլայնման տիրույթում դուք խոսեցիք, որ մոտավորապես 40 հարթակ, դրանք մեդիաներ են կամ ինչպես ասում եք TV-like, հա, կազմակերպություններ կամ հեռուստանման, հա, TV-like-ն էլ էր գործածված եւ կարծում եմ վերջին մի խոսքով դրանց գործունեությունը կարգավորելու անհրաժեշտության մասին էր խոսվում, որը կա թե հաշվետվության մեջ, թե ձեր խոսքում, ինչի դեմ չեմ եւ չեմ առարկում, որտեղ դրա անհրաժեշտությունը կա, շպարս հենց մեկնաբանությամբ տեղեկատվական անվտանգության համատեքստում։ Ես ուզում եմ ճշտել, թե դուք բնականաբար այդ առաջարկությունը բարձրաձայնող որպես կազմակերպության ներկայացուցիչ, արդյոք ունեք ուսումնասիրություն, թե միջազգային փորձը ինչպիսին է, համաշխարհային փորձ ունենք, մանավանդ եվրոպական տարածքում, թե ինչպես են կարգավորվում, ասենք թե դրանք հիմնականում փաստորեն կաբելային են եւ ինտերնետային, չէ՞։ Եվ կաբելայինից դուրս։ Այո, դրանց կարգավորման գործիքակազմերը որոնք են եւ ձեր կազմակերպության կամ համանդրական մարմնին մոտ կազմակերպությունները դրսում այս կարգավորման ինչ եղանակներ են գտել։ Մյուս հարցը վերաբերվում էր օտարերկրյա հեռուստաընկերությունների եւ նրանց կողմից հեռարձակվող ծրագրերի սահմանափակմանը, որը դարձյալ դիտարկեցիք տեղեկատվական եւ մի քիչ ավելի շատ ազգային անվտանգության համատեքստում, որը եւս այսպես գոյության իրավունք ունի։ Ես ուզում եմ իմանալ, արդյոք ձեր ուրեմն մարմնի կողմից, հեռայի կողմից որոշակի ուսումնասիրություն կատարվել է այս օտարերկրյա TV-ների կողմից հեռարձակվող ծրագրերի կամ առնչությամբ եւ ինչ վերլուծությունն է ձեզ հանգեցրել այն ուրեմն հաստատմանը, որ դրանք կարգավորելու կրճատելու անհրաժեշտություն կա, ուզում եմ որ դա հիմնավորեք։ Մյուս հարցը վերաբերում է բողոքների ինստիտուտին։ Ես ձեր նվազագույնը 3-րդ կամ 4-րդ զեկույցն եմ լսում եւ ամեն անգամ մենք հաստատում ենք, որ բողոքի ինստիտուտը չի աշխատում եւ դա կարեւորագույն գործիքակազմ է, որը չի աշխատում եւ նաեւ արձանագրել ենք, որ չի աշխատում այդ էթիկայի կարգավորող մարմինը եւ այլն։ Երկու հարց ունեմ։ Աշխատում անարդյունավետ, ես մի քիչ Ես չի աշխատում նկատի ունեմ հենց այդ իմաստով, որպես ինստիտուտ արդյունավետ չէ։ Եկեք փոխարինենք ոչ արդյունավետ, չաշխատել հենց այդ իմաստով։ Շատ པարզ է հարցս, ինչու չի աշխատում եւ ինչ հանգամանքներ են նպաստում բացասական իմաստով, որ այդ ինստիտուտը չկայանա եւ եթե դա չի կայանում, մեր առաջարկը որն է։ Եվ նաև չորրորդը ուղղակի հարց չի, այլ առաջարկություն, որովհետև այս ոլորտում իրավամբ բազմաթիվ խնդիրներ են արձանագրվել, այս հաշվետվության, եթե կարծում մոտ 40%-ը վերաբերում էին առաջարկություններին, որոնք ժանրային իմաստով հաշվետվության նյութ չեն, բայց որպես խնդիրներ դիագնոստիկա կարևոր են։ Ես առաջարկում եմ, որ մենք մեր հանձնաժողովը ամեն անգամ չլսի գնալ, իրական մի աշխատանքային քննարկում կազմակերպենք եւ որը լինի նաեւ մեր հանձնաժողովից դուրս շահագրգիռների քննարկում, մենք այս ախտորոշումներին տանք գնահատականներ, լուծումներ եւ այլն գտնենք, որովհետեւ ամեն անգամ արձանագրել, որ ոլորտ ունի խնդիրներ եւ հաջորդ անգամ ավելի շատ բեռով գանք ախտորոշումների, կարծում եմ ճիշտ չի եւ ուրեմն խոսքս եզրափակում եմ այս առաջարկությամբ, որ աշխատանքային քննարկումը անհրաժեշտություն է։ Շնորհակալություն։ Ես կարճ որ նույնիսկ շատ Արտակը, հա, արտականքի։ Շատ կարճ։ Ուսումնասիրություններ կան շատ։ Մենք շատ լավ խումբ ունենք, երկու հոգանոց, որոնք ուսումնասիրում են միջազգային փորձը, թարգմանում են եւ մեզ վերլուծական, այսպես կոչված աշխատանքային ռիփորտներ են գրում։ Մենք ուսումնասիրում ենք բոլոր տեղ այդ խնդիրները լուծված են։ Եվրոպայում նույնիսկ ավելի հեռու են գնացել իրան Digital Act-ով, որ ընդունվել էր 21 թե 22 թվականին, նրանք փորձում են արդեն վերահսկել ոչ միայն այն համացանցային
հեռուստանման հարթակները, այլ նաև սոցիալական ցանցերը։ Մեր մոտ էլ դրան մենք նույնիսկ չենք ասել եւ հստակ չափորոշիչներ կան, ինչպես են դա անում։ Վերահսկողությունը բանի պես չի, լիցենզավորված կազմակերպությունների չափին ավելի թեթև է եւ Եվրոպայում եւ ոչ միայն Եվրոպայում, նաեւ Բրազիլիայում շատ լավ փորձ ունի, Արգենտինան լավ փորձ ունի, ասիական պետությունները, նրանք գործում են միայն բողոքի հիման վրա։ Այսինքն չի մշտադիտարկվում, բողոքը լինում է ըստ այդ բողոքի կարգավորող մարմինը համապատասխան միայն կարգավորող մարմիններ կարգավորող մարմինը, ինչպես հիմա մենք հեղինակազորում եւ լիցենզավորում ենք բաներին, հա, հեռուստատեսություններին եւ ռադիոներին։ Բողոք կա նաև փաստորեն եթե բողոքը կա, ըստ այդ բողոքի, ըստ նորմերի մենք կարողանում ենք պատժել, չգիտեմ, եկեք քաղաքական ընդհանրապես բովանդակություն անենք, շատ ժամանակ մենք սևեռում ենք դրա վրա, անօրինական հաղորդումներ, հա, որոնք հեղինական իրավունք չունեն, կամ երեխաների վրա ազդող բովանդակություն, կամ օրինակ խախտումներ գովազդի մասին օրենքի, ինչը բավականին բացասական ազդեցություն է թողնում։ Երբ որ նրանք ինչ որ ձևով հեղինակազորվում են մեր կողմից եւ կարգավորման տակ են, ցանկացած հանձնաժողով կարողանում է այդ նորմերը անել եւ նվազեցնել այդ, այսպես ասեմ, կարճ վնասակար բովանդակությունը։ Ամենտեղ դա կա, հա, եւ այստեղ նույնիսկ հեծանիվ հորինելու խնդիր չկա, պետք է վերցնել, ադապտացնել մեր փորձին, մեր իրականությանը եւ իրագործել։ Երկրորդը հանրային մուլտիպլեքսների մասին օտարների եւ կաբելային ցանցերում։ Տեսեք, հանրային մուլտիպլեքսներում ես երևի մի 20 անգամ դրա մասին ասել եմ։ Թվային հանրային մուլտիպլեքսները գործում են բոլոր երկրներում, բոլոր, որովհետեւ դա արտացոլումն է այն մինիմալ պարտավորության, որը պետությունը ստանձնում է իր քաղաքացիների շնորհիվ, որտեղ դա միայն հարթակն է, որտեղ դու կարող ես ձրի հաղորդումներ նայել, ձրի տեղեկատվություն ստանալ։ Համացանցի համար դու վճարում ես, կաբելային ցանցերի համար վճարում ես, թերթ առնելու համար վճարում ես, միայն հեռուստաընկերությունն է, թվային բանն է, մուլտիպլեքսն է, որով դու միայն, չէ, հեռուստացույցն ես առնում, այնց էլ բան, հա, համաբան, կոմպյուտերն ես վճարում, բարձ է, բայց դա միայն հարթակն է, որ միայն հեռուստացույց վճարում ես, ամենամսյա ծախսեր չունես, հա։ Եվ այդ առումով նույնիսկ այն երկրներում, որտեղ ամբողջ օրինակ էլի Բելգիայի օրինակն եմ բերում, որտեղ վերջերս է այնտեղ քննարկումների, Բելգիայում, որի 99 եւ 9%-ը ծածկած է կաբելային ցանցերով, այնուամենայնիվ պահում են այդ հանրային մուլտիպլեքսը, որպեսզի այնտեղով հեռարձակվի հանրային հեռարձակողը եւ ինչ որ վերևը բան իրանց այդ ծովի մոտ երկու բան կա, գյուղ կա, որտեղ հələ չի հասել ցանցային օպերատորները, այսինքն դա պետության պարտավորությունն է։ Եվ այդ հանրային մուլտիպլեքսում որևէ օտարերկրյա հեռարձակող չի լինում կամ եթե փափուկ կարգավորումա լինում են միայն այն հեռարձակողները, որոնք ունեն հանրօգուտ բովանդակություն, սպորտային կանալ, մանկական կանալ, մշակութային կանալ, այն էլ կամ թարգմանված պետական լեզվով կամ լուսագրով, հա, այդ լեզվով։ Ես ձեզ ասեմ, նույնիսկ Բելարուսիա, Ռուսաստան, ոնց որ թե միացյալ պետություն են։ Բելարուսական որևէ հեռուստածրագիր 3 հանրային մուլտիպլեքսներում, 3 հանրային մուլտիպլեքսներ Ռուսաստանի չկան։ Բելարուսում ռուսական ծրագրեր կան տեղական, բայց որևէ ծրագիր ռուսական, RTR, առաջիալիկ հանրային մուլտիպլեքսում չկան։ Շվեդիայում դանիական չկա, Հոլանդիայում բելգիական։ Մենք միակն ենք, որոնք բացել են արտերկրի քաղաքական հասարակական բովանդակության սպասարկողն ենք մեր հանրային մուլտիպլեքսում։ Այսինքն դրա բաները էլի կա, ուսումնասիրությունների կա։ Երրորդը, մենք քանի որ մեզ մոտ են պոստսովետական երկրները, հա, որտեղ համանման անկախ բաներ են գործում, հանձնաժողովներ, դրանք մի քանիսն են, որտեղ Միջին Ասիայում նրանք պետական են, Բելարուսում պետական են, Ռոսկոմնadzորը պետականն է Ռուսաստանում, բոլորը ունեն այն հստակ չափորոշիչները, որոնք նրանք կարող են անջատեն այն հեռուստածրագրերը, որոնք իրենց կարծիքով, հա, խաթարում են իրենց, հա, չգիտեմ, հա, կամ անվտանգությունը, կամ վնասակար կոնտենտ են սփռում եւ այլն։ Այսինքն նորից այստեղ եւ ուսումնասիրությունները կան եւ կա դրա շատ վառ օրինակները, որին մենք կարող ենք հետևել։ Նույն Լիտվայի, Լատվիայի, Մոլդովայի, Վրաստանի, ինչը շատ լավ գործում է Վրաստանում, Քոմքոմում, իրանց լիազորությունները շատ մեծ են եւ այլն։
Իմջալուց նաև Ղրղստանում կար հանրային մուլտիպլեքսում ռուսական պետական ծրագիրը, որը 3 տարի առաջ բանի որոշումով նույնիսկ կառավարության որոշումով հանվեց։ Եվ մնացին միայն կաբելային ցանցերով։ Կարճ։ Դուք ավարտեցիք։ Վերջի հարցը ոնց որ չպատասխանեցի, որն էր։ Վերջինը Առաջարկեր, հա։ Բողոքի ինստիտուտի աշխատելու մասին։ Հա։ Ինչ ասեմ, չաշխատում։ Մենք իսկապես ես ամենալավատեսն էին զգուշացնեին, որ չի աշխատի, այդպես էլ ստացվեց։ Առաջնություն չի, հասկանում եք, մարդիկ իրենց պարպվում են, երբ որ խոսում են դրա մասին, գրում են, բողոքում են Facebook-ում, բայց մի փոքր ջանք կործադրել եւ գրել դրա մասին, հա, չի ստացվում։ Զանգում են մեզ հաճախ, մեզ թվում էր այդ կարմիր բանով կոճակով մենք այդ զանգերը մի քիչ որտեղ մարդիկ չեն հասցնում աշխատել, զանգում են օրինակ ասում են այս բանը դուրս չի գալ, ինքը շատ չաղ է վարողը, կամ այս դուրս չի գալի որտեղ շորը կարմիր է, չգիտեմ, այսինքն բաներ մեծ մարդիկ բան խնդրեմ է։ Լավ, ես արձագանքի սկսեմ վերջից նախ առաջարկությունս ուժի մեջ է, ես կարծում եմ մեր հանձնաժողովը կանդրադառնա այս ուրեմն ախտորոշված խնդիրների քննարկմանը։ Բողոքի ինստիտուտի չաշխատելը շատ ավելի լուրջ խնդիր է, որը ձեր տիրույթից էլ դուրս է, այս հանրային առողջացման կոնտեքստի մեջ ես կդնեի եւ ընդհանրապես Հայաստանում ինստիտուտների նկատմամբ վստահության ճգնաժամին։ Այդ ավելի մեծ հարց է, երևի չի վերաբերում ոչ միայն այս խնդրին, այլ առհասարակ վստահության ճգնաժամ։ Բայց օրինակ նախ պիտի խնդրեմ ձեզանից, ասացիք, որ ունեք ուսումնասիրությունները պետք է խնդրեմ ունենալ եւ երկրորդ մի խնդրում մեկնաբանեք, միգուցե կա հաշվետվության մեջ ուշադիր չի մղել։ Փաստորեն մենք օտարերկրյա TV-ների սահմանափակման մասին դուք որ խոսում եք, հատկապես խոսում եք հանրային մուլտիպլեքսով հեռարձակվողների մասին, որոնք միայն ռուսականներն են, չէ՞, ուրիշ չունեն։ Խոսքը ռուսականների մասին։ Կներեք նաև հավակնություններ ունեն այլ պետությունները, Ֆրանսիան, Իրանը, որոնք հարևան ամեր հետ, եթե մենք մեկին բացում ենք, բոլորի համար պիտի բացենք։ Ուրեմն սկզբում դիլնի, որևէ մեկը չհարձակվի։ Բայց այդ դեպքում ես ուզում եմ այս պահին լուծում չունեմ, բայց երբ որ դուք որևէ հանրային մուլտիպլեքսում, բնականաբար հանրային մուլտիպլեքսի քաղաքական եւ հանրային կշիռը ավելի բարձր է, այդ բնականն է եւ վիճարկման առարկա չի։ Բայց օտարերկրյա ծրագրեր նաեւ կաբելայիններն են հեռարձակվում եւ այդ կաբելայինների հեռարձակման բան մարդկային էկոլոգիական վնասը մարդկային անվտանգայինը շատ ավելի վտանգավոր կարող է լինել, քան թե այն ինչ որ հանրայինում է, որովհետև գոնե իր կարգավիճակով մակարդակով շատ ավելի բարձր է եւ մի քանի ֆիլտրներ անցած։ Եվ եթե դուք հիմա փաստորեն մեզանից այսինքն գործիքակազմ եք ուզում լրացուցիչ գործիքակազմ կամ կարգավորման նոր շրջանակ, ես այդ ամբողջ այդ կոնտեքստը հասկանում, կարգավորման նոր շրջանակի ակնկալիք կա, նշանակում է սա պետք է այնքան կառավարելի դառնա, որ մենք կարողանանք այն աղբը, որ կաբելայիններով շատ հաճախ ես տեսնում եմ հոգեվորսությունն եմ տեսնում, որը շատ վտանգավոր է մեր արժեքային համակարգի դեգրադացիան եմ տեսնում եւ այլն, նշանակում է պիտի եթե այդ նախաձեռնության վերաբերում ենք հանրային մուլտիպլեքսին, ուրեմն պիտի գործիքներ ունենանք նաև ոչ հանրայինում դրանք եւս ներդաշնակելու, այլապես եթե այստեղ փակում ենք, այն սուրբ տեղը ազատ չի մնում եւ այդ բանը աղբը գնում լցվում է այնտեղ։ Նաև ուզում եմ ասել, որ սրա մասին էլ մտածենք, իսկ մնացյալը լիագումարին։ Շատ կարճ ես խոսացի, որ ադապտացիայի բանը, որ հանձնաժողովը իրավունք ունենա նաև արգելակել մուտքը հանրային մուլտիպլեքսների եւ եթե նրանք խախտում են Հայաստանի օրենսդրությունը, նաև կասեցնելու իրավունք ունենան։ Ես դրա մասին շատ կարճ ասեցի, այո, հա։ Հիմա որևէ բան չունենք, եթե նույնիսկ խախտեն առավոտից իրիկուն, չեմ ասում հակամարտկային, հակահայկական բովանդակություն նրանք տարածեն, մենք որևէ լիազորություն չունենք, իրանց ինչ որ ձև։ Ես օտար ծրագրերի ուսումնասիրությունը ասեցիք ունեք մի քիչ բաններ այլ հարթակներ, այդ 40 հարթակներ ուսումնասիրությունը, եթե դժվար չի խնդրում այստեղ։ Եվ եթե բան անեք, հա ձեր մեյլը։ ամփոփենք էլի Հա, հա։ Շատ լավ։ Այլ հարցեր կա։ Տեսեք օրինակ, այս մի հատ գծապատկեր տվեցին մեկ բանով, տեսեք, մենք ունենք մալուխային ցանցերում, այսինքն կաբելային օպերատորների մոտ ռուսական 182 ծրագիր, հայկական 64 ծրագիր, ԱՄՆ 39, Եվրամիություն 23,
Մեծ Բրիտանիա 8, այլ երկրներ 7։ Պերեկոսը 182 է։ Եվ այս 182-ից երևի կեսը աղբա կներեք։ Աղբա ոչ միայն որ քաղաքական վատ բովանդակություն ունի, աղբա ընդհանրապես բովանդակության համար։ Եվ դրա սահմանափակումը պետք է լինի մենք մի քիչ ես էլ ձեր խոսքերում էլ լիազորությունները մենք ոչ մի բան չենք ուզում, դա հավելյալ պատասխանությունը, հավելյալ բանա, ռեսուրսա, կարգավորման կարիք ունի, կարա կարգավորի այլ, չգիտեմ, կարա կարգավորի լրիվ այլ կառույց, բայց մենք համոզված ենք, որ դա կարգավորման կարիք ունի, ում կտրվի արդեն ազգային ժողովը թող որոշի, մենք խնդիր չունենք։ Նույնը տեսեք, այս արտադրությունն է, լեզուները 61% դա ռուսերենն է, հա, անգլերենը երկրորդ տեղում, հայերենը երրորդ տեղում։ Կաբելային ցանցերում այդպես չպետք է լինի։ Համաձայն եմ, որ այդպես չպետք է լինի, պարոն Հակոբյան։ Եթե այլ հարցեր կան պարոն Հակոբյանին, ենթադրում եմ, պարոն Հակոբյան, ձեր բարձրախոս որ միացրած է, ձեր այդ խոսակցությունը միևնույն է եթեր է գնում։ Կամ պետք է անջատեք կամ համբերեք։ Եթե այլ հարցեր չկան, ենթադրում եմ ելույթների հետ կապված գրեթե ամեն ինչ ասեցինք, գուցե եզրափակիչ ելույթի հնարավորություն տանք կարճ պարոն Հակոբյանին, չնայած ինձ թվում է բովանդակությամբ ամեն ինչ ասեցիք, եթե ինչ-որ հավելյալ բանն եք ամփոփիչ ասելու, խնդրեմ, բայց էլի բարձրախոսով խնդրում եմ։ Դա անվերջ թեմա է, հա, որտեղ եւ խնդիրներն են շատ եւ գործն է կարեւոր, բայց սահմանափակվեմ միայն խնդրանք սա, երբ որ դուք ուսումնասիրեք եւ կամ ինչ որ մարդիկ եւ կարան նույնիսկ կարճ տեղեկանքներ սարքեն ոչ միայն 24-ի տարեկան հաղորդման, այն վերջի 4 տարվա մեջ ամբողջ կոնցեպտը այդ 4-ը միասին մեջը կա, ինչա կարելի անել կամ ինչ վտանգներ մենք ունենք։ Եվ ամեն տարի այդ վտանգները հա ավելի ուժգնանում են, մյուս տարի էլի մեր ուսումնասիրությունները ցույց են տալի, որ մենք լրջագույն խնդիրներ ենք ունենալու deepfake-ի հետ կապված։ Լրջագույն խնդիրներ։ Այդ մենակ մենք չենք ունենալու։ Հա, բայց որոշ տեղեր, օրինակ բանում, հա, մի շարք երկրներում բանը քրեորեն պատիժը կա արդեն։ Օրինակ, եթե կնոջ բանը դնես deepfake-ի միջոցով մեկ նկար կամ բան, մինչև 8 տարի բան մեր մոտ։ Իսկ եթե տղամարդու կանանց մասն եմ կարդացել, չգիտեմ, հա, աշխարհը Պարոն Հակոբյան մեր մոտ էլ չէ հրազդանում կար տենց ինչ որ դեպք գիտեք, հա, բա խնդիր է լուրջ։ Քաղաքական դաշտ վաղ կմտնի, դուք տեսեք ինչ սիրուն նկարներ են անում քաղաքական գործիչների մասին, ոնց է ալնում, եւ մեր հասարակությունը ոչ միայն Հայաստանում, հա, շատ դյուրահավատ, ինքը կսկսի դրան հավատալ եւ դա կործանիչ հետևանքներ կարող ունենալ։ Պարոն Հակոբյան, իհարկե համաձայն եմ, որ ամեն րոպե նորանոր խնդիրներ են մեդիայի, մասսայական, լրատվական միջոցների հետ կապվածի հայտ գալիս ու դուք անդադարում եք անում, որ լուծումները ստեղ կան, այնտեղ կան 1 տարի առաջ, կես տարի առաջ են ընդունել, բայց եկեք ասենք, որ նաեւ արձանագրենք, որ այդ լուծումները, այսպես ասած, դեռևս իրանց արդյունավետությունը կամ անարդյունավետությունը ցույց չեն տվել, չգիտենք ավելի շատ խնդիրներ են ստեղծել, թե լուծումներ են։ Դրա համար ճիշտ է, որոշ տեղերում ավելի ուժեղ սահմանափակումներ կան, բայց մենք չգիտենք էլի դրա հետևանքները լավը կլինեն, արդյունավետ կլինեն, թե անարդյունավետ, իհարկե արժե մտածել ամբողջ աշխարհի հետ հավասար այս խնդիրների շուրջ, որն էս չլինի, որ մի 100 տարի հետո մենք բերենք մեր կարգավորումները, ոնց որ սովորաբար արել ենք, կարծում եմ արհեստական բանականությունը ինչքան որ մեծ հնարավորություն է այնքան էլ կամ դրանից մի քիչ ավելի մարտահրավեր է, բայց դրա սահմանափակումների հետ նույնպես պետք է ավելի զգույշ լինել, որովհետև կան բաներ, օրինակ առաջընթացը եւ զարգացումը, որ ոչ մի կերպ չես կարող օրենքով սահմանափակել։ Իսկ դա ինձ թվում է այս ժանրից է։ Մնացյալի մասին կարծում եմ ավելի համապարփակ կզրուցենք, արդեն կխոսենք ազգային ժողովի լիագումար նիստում, այս հարցը չի քննարկվում, ընդունվում է ի գիտություն ձեր զեկույցը, կհանդիպենք արդեն լիագումար նիստերի դեպքում։ Հակարդություն, ուշադրության եւ մասնակցության համար։